անգամ հին Հռոմում ստրուկները ապստամբում էին։ Հին Հռոմի պատմությունը ազատ ոչ միայն նվաճումների պատմություն է, այլ նաև նվաճած ժողովուրդների ազատության համար կռվի պատմություն է։ Իսկ ստրուկների ապստամբության օրինակը բերեցի, որ ապացուցեմ, որ որևէ բռնաճնշում, որևէ ռեժիմ երբեք անդադար եւ անպատիժ գործել չի կարողացել մեր մարդկության պատմության մեջ։ Նիկոլ Փաշինյանը փառք Տիրոջը բացառություն չի լինելու։ Եվ այո, այդ կաթսան ինքը փորձում է մաքսիմալ փակել, հա, այտենց, բայց տակի կրակը եռում է եւ այդ կաթսան պայթելու է, լավ է որ այդ պայթյունը տեղի ունենա բացառապես սահմանադրական կոպիտ ասած, հա, այդ խոսքը չեմ ասում նրա համար, որ վախենում եմ վաղը միսօր եթերից բան կտրեն տանեն, ես որպես 2 տարուց ավել նստած մարդ դրա վախը չունեմ։ Ես դա ասում եմ որպես ցավ, որ եթե այդ գետը վարար, այդ էներգիան ճիշտ չի ուղղորդվելու, ապա նա կարող է հունից դուրս գալ եւ դառնալ հեղեղ ու ամենից սրբել տանել։ Մարդկային հասարակական դժգոհությունների այդ հեղեղ էներգետիկան ոչ միտեղ իշխի մեր էս բանը չի բարձանում, խի ոչ մի ընտրություն չի լուծում հարցը, որովհետև ընտրությունները քաղաքական գործիք են, մեր ներքին էս ճգնաժամը քաղաքական չի, արժեհամակարգային է, այն չի կարող հանգուցալուծվել լոկ քաղաքական գործիքակազմով, եւ եթե այդ գործիքակազմը առավել եւս արդարության վերականգնման չի բերում, այդ էներգիան մնում է մեջը։ Այո, կարող է փողոցներում մարդ չկա այսօր, կարող է պիկետները 100 հոգանոց են, բայց այդ ռուսերեն ասում են молчаливое недовольство, այդ գվոցկա, մեր հասարակության մեջ դժգոհության գվոցկա է, գվոցը հնարավոր չի չլսել։ Դե ինքը փորձում է խեղդել այդ գվոցը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մնա խոհանոցներում այդ գվոցը, դուրս չգա փողոց։ Էներգիայի պահպանման կանոնը նաև քաղաքականության մեջ է կորում։ Սա էներգիան ոչ առաջանում է, ոչ վերանում, այն փոխակերպվում է մի ձևից մյուս ձևի մեջ։ Այո, հիմա պոտենցիալ էներգիան է մեծացել, որովհետև վիժենի չկա, շարժում կինեզիս չկա, բայց ցանկացած պահի այդ պոտենցիալ էներգիան կարող է վերածվի կինետիկի։ Եվ այս օրինաչափությունները աշխատում են նաև հասարակական process-ներում, դա